Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ինչ ճանապարհ եք տեսնում։ Ամենահեշտ ձևը մանդատները վայր դնել ավտոմատ հեռացվում է։ Այդ իմպիչմենտի բանը սա դերասանությունն է։ Ուզում եք ընդդիմություն եք։ Ամենահեշտ ձևը այն հայաքվեին էլ հավաքեցին ящикներով ստորագրությունը ինչ արեցին։ Նույնն էլ էսա լինելու։ Ուզում եք հեռացնեք, եթե ուզում եք։ Հա։ Մանդատները վայր դեք, ուրիշ ձև չկա։ Հələ հարցը նոր ընտրություններում ինչ։ Ընտրություններով այս երկրում հələ որ ոչ մի բան չի փոխվել։ Եթե դուք հիշում եք, ջայլ եք, չեք հիշի։ Մենք էլ ենք հույս անում ընտրություններով կփոխվի։ Վերցրեք Գյումրի օրինակը, Թասիբով են 35-36% ԿՊ-ն ձայն ստացավ։ Դու իրաց գործն է, հա, բան չունեմ ասելու։ Միակ ձևես գտնում եմ դա է։ Մեկ էլ Պուտինի հետ ծանոթ գտնենք, որ ինի հեռացնի, չէ՞, ստե չի հեռանալու նա։ Իրոք չի հեռանալու էլի։ Ամենասարսափելի բանը, որ Նիկոլ Փաշինյանը այս 6-7 տարիների ընթացքում արել է, ո՞րն է եղել։ Ասեմ, 1000 տարի է հայ ազգի մեջ քնած էր, այդ ընչակախտությունը, նյութապաշտությունը, նա արտնացրեց էդի։ Վերցրեք մի հատ օրինակ, անշարժ գույքը, այս վիճակում, այս երկրում անշարժ գույքը ոչ թե չի իջնում, ոչ թե նույնը չի բարձրանում է։ Այսինքն մարդիկ նյութապաշտ են դառել։ Դա ինչ է, արտնացած լկտիությունը, նագլիությունը ռուսերեն բառ ասեմ էլի։ Այ դա արտնացավ, ամենասարսափելի բանն է։ Իմ տունը այսրա վերևն է։ Այն գիշերը որ դար մեքենաները գնում են, սա 3 տարի առաջ ասես պետք է պայքարենք այդ գլուշիցիաներով խլացուցիչներ դմդմփալով գնում են։ Հա դուք դրա դեմ չեք կարող պայքարեք, հա դուք գիտեք ոնց եք պայքարելու։ Դա լա պրոսը ձեն անում չի կրակում։ Ճիշտ եմ ասում ախար իրոք էլի։ Ամենասարսափելի բանը էդ է, որ ազգը դառել է եսի ինչ էլի, արդեն ես էլ չեմ հասկանում ինչա դառել։ Արդեն համոզել է ինքը, ինչ է դա պետք կռի, պատերազմ, գնաք, զոհվեք, մոհվեք։ Կեք, խմեք, դմդմփալով քշեք, ձեռները սիգնալի տեղած վզալով գնացեք այն վզալով, այն 44-ամյա պատերազմի ժամանակ սիգնալ տալով գնում են, սիգնալ, հա ինչ, թուրքը լսեց վախեցավ։ Ինքը չեմ հասկանում, ախր ես իրոք այս ազգը երևի էդի մի 1000 տարի քնած է եղել էդի։ Հիմա արտնացրեց ինքը էլի։ Բա Փաշինյանը այդ դեպքում ինչ մեղք ունի, որ ազգը այդպիսին է։ Փաշինյանը, բա կարող է ես մեղք ունեմ։ Հասարակ բաներ ասեմ, ախր պետության ղեկավարը որ մեղք չունի, ով մեղք ունի։ Ավտոբուսի վարորդը։ Չէ, ինքը պետքա ձեռը խփի սեղանին, ախր ցավոք սրտի կադրերն են որ նայում ես ախր մեկը մեկին չի լսում, մեկը մեկին ես ոնց որ բանտեղ չդնեն մեկը մեկի ասած է ղեկավարության։ Ո՞վ մեղք ունի, ախր ես հաստատվեցիք իմ մոտ բան առաջացավ։ Ո՞վ մեղք ունի, եթե Փաշինյանը չունի։ Դե թող ինձ տանեն դնեն, այդ ղեկավար տեսեք 3 ամսվա մեջ ոչ կզգաք տարբերությունը։ Գլուխ չեմ գովում։ Սինգապուրի Լի Կուան Յուն որ եկավ, այստեղ մեր ազգային ժողովը հիմա Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Կասեք Սինգապուրյան գաղտնիքը որն է, որ Հայաստանից վատ վիճակում էր, որ այստեղ խմելու ջուր ունենք։ Ասաց ես ձեր հարցերին չեմ պատասխանելու, վերջում ասաց ինչ եք ուզում։ Ասում եմ ո՞նց է կարելի կոռուպցիան վերացել է, էլի ասեն։ Ասում եմ մի համար մի բան է պետք։ Ցանկություն ու հետևողականություն։ Ասեմ որ ցանկություն կա ու չէ հետևողական կա։ Օրենք հանում սամակատները իրանք չունեն 2 հոգի նստեն, 10 կիլոմետրից ավել ժամտի չգնան, 16 տարեկանից ցած, բայց ով է հետևողը դրան։ Այնքան օրենքներ են հանում, ով է հետևողը դրան։ Չկա հետևողը։ Այդ ացավ ինքը մեղավորը նրանով, որ հասկանում եք կադր չունի էլի, ես իր մասին չասեմ վատ բան։ Իսկ այդ իմպիչմենտի համար ես մի անգամ ասեցի կրճատին դուս եկավ եսիմ ինչ։ Այմա շնորհակալ ենք հեղափոխություն արեց, բան արեց։ Գնա էլի։ Իմպիչմենտով կարծում եք, որ հնարավոր չէ հասնել։ Ոնց են պատկերացնում, եթե մի 100,000 ստորագրություն հավաքեցին, ինչ է փոխվելու դրանից։ Դա օրենքի ուժ չի ունենալու։ Ուզում եք օրենքի ուժով ունենք, այսօրվա օրենքի ուժով մանդատները վայր դրեք։ Ավտոմատ դուրս է գալու ազգային ժողովը պետքա ծրվի, նոր ազգային ժողով ընտրվի, ու այդ արդեն ժողովը չի ծրվում մանդատները վայր դնելով։ Ոնց, բան չէ, ընդդիմություն չկա։ Ընդդիմությունը ասում է, որ փողոցային պայքարը եւս իշխանափոխության։ Ոչ, երբ ա եղել փողոցային պայքարը, իշխանափոխություն։ Մենակ չասեք Նիկոլի ժամանակ։ Դա կազմակերպված շոու է։ Դիմադրության շարժումը, հայրենիքի փրկության շարժումը։ Ինչ արդյունք են տվել դրա։ Սրբազան պայքարը։ Սրբազան պայքարը ինչ սուրբ արդյունք տվեց, ոչ մի բան։ Իսկ ինչու արդյունք չտվեց։ Որովհետև նպատակը չկար։ Եթե պայքարողը պայքարում է այս իշխանության դեմ, ասում է ես վենդետա չեմ անի, ես հետև բան չեմ, ոնց որ ասած չեմ ընկնի բոլորի հետևից որ պատժեմ, բայց դու ինչի դեմ ես պայքարում այդ դեպքում։
Դուք ակնկալում եք, որ եկող իշխանությունը վենդետա անի։ Չէ, չեմ ակնկալում։ Օրենքով թող անի։ Օրենքով թող անի։ Օրենքով ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին։ Այմոտ հասարակ բան։ Վերցնենք նախկին ղեկավարները, որ կան, չնայած ինքն էլ է նախկին արդեն։ Վերցնենք նախկին ղեկավարները։ Մի հասարակ բան է պետք, մի հատ օբյեկտը վերցնեն, կոնգրես հյուրանոցը, որ արժի քանի միլիոն դոլար, որտեղից քեզ։ Որտեղից կարող ապահովությունա որտեղից այդ գումարն իրան։ Կամ այդ ոնց արի, իրանց երեխեքը շատ հաջողակ բիզնեսմեն են, 20 տարեկանում միլիոնատեր են դառնում։ Այդ սաղ դոդեին ինքը խելոք էր, հա։ Գիտեք ինչ շատ դժվար բանի մեջ ենք ընկած, էլի մարդիկ բավարարում են օրվա ունեցածով։ Իրանց 15-20 տարվա մի հատ Mercedes լինի, փող ունենան, գազ լցնեն, ու ոնց որ ասում են սիգնալ տված քոքած գնան են կոմ քոքած գանես։ Ինչպես հասկացա, դուք դեմ եք բոլորին։ Բոլորին ես ոնց կարող եմ բոլոր նորմալ մարդ եմ, նորմալ մարդկանց կողմ եմ։ Ովքեր են նորմալ մարդիկ։ Անուններ եք ուզում ասեմ։ Անուններ չեմ կարող ասեմ։ Երբ որ նորմալ գործընթաց կսկսվի, իշխանապողության նորմալ մարդիկ արդեն Կերևան, հորիզոնում Կերևան։ Ունեք այս իշխանությունը ոնց է վախում դոգից։ Զարմանում եմ ես այ մարդը։ Դրանց քայլերը անում, իր ռեյտինգը բարձրացնում է։ Այմետ մի արեք, ով ուզում է դու դուս գա խոսա, չէ հայոյի։ Հա։ Ունեք ես ինքս դոգին դեմ եմ, ինչի համար հայ ենք սյոտիկի։ Հեր մեր ծնող երեխա հայոյի իմ դուրը չի գալի։ Բայց եթե ֆիլտրես հայոյանքը ճիշտ է ասում, թե սխալ է ասում։ Այդ պետք է նայենք էլի։ Միթե ոչ ոք այդ ճիշտը չի ասում, սակայն ոչ հայոյանքի լեզվով։ Որն է ճիշտը, որ զոհերը տվել ենք հանուն ոչինչի, թե որ այսօր պետք է Ադրբեջանի մոտ ցած կռացած ման գանք։ Այ մարդ, թուրքի լավը որն է, չկա թուրքի լավը ախր է։ Թուրքը նայում եք պատմություն, ես չեմ ասում։ Ֆրանսիացի գրող էր ոնց էր անում, դա կարևոր չի ասում։ Ինքը թուրքը ապրում է սպանությամբ, ցեղասպանությամբ, ավերելով։ Ինքը ոնց հայտնվեց այդտեղ Միջին Ասիայից օրեկան։ Ավերելով, թալանելով։ Որպես քաղաքացի ձեր անելիքները գիտեք։ Ցավոք սրտի անելիքների ես գիտեմ, մեկ-մեկ որ նայում եմ թե Հարավային Կորեան ոնց դառավ Հարավային Կորեա, որ արդեն քայլակցում Ճապոնիայի, Չինաստանի հետ։ Մի քիչ տարիքի հարցնել է, էլի, այնտեղի ջայել ուսանողությունը այդ երկիրը զարգացրեց։ Ձեր անելիքը ո՞րն է։ Իմ անելիքը երևի մնացել է գնալ ընտրության հավեսով մի հատ ընտրել մեկին, որին ես կգտնեմ, ուրիշ բան ես չեմ կարող անեմ։ Այ որ ջայելն եք անեի։